Մի հիվանդ կար Ղազարոս անունով Բեթանիայից, Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը, և սրա եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Սրա քույրերը նրա մոտ մարդ ուղարկեցին և ասացին. «Տեր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուս լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո որդին փառավորվի»։ Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը Մարթային և Ղազարոսին։ Լսելուց հետո, թե Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին 2 օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր։ Ապա դրանից հետո իր աշակերտներին ասաց. «Եկեք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտեղ ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ցերեկը 12 ժամ չունի, եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի»։ Այս բաներն ասելուց հետո նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Աշակերտները նրան ասացին. «Տեր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ Բայց Հիսուս նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուս նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որպեսզի դուք ինձ հավատաք։ Արդ եկեք գնանք նրա մոտ»։ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնենք»։ Հիսուս եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ։ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր, շուրջ 3 կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված կտա քեզ»։ Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ, վերջին օրը հարություն կառնի»։ Հիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի, իսկ ով կենդանի է և հավատում է ինձ, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես այս բանին»։ Եվ նա ասաց. «Այո, Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ աշխարհ էիր գալու»։ Եվ այս ասելուց հետո գնաց գաղտնաբար, կանչեց իր քրոջը Մարիամին և ասաց. «Վարդապետը եկել է և քեզ է կանչում»։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ և եկավ նրա մոտ։ Հիսուս դեռ գյուղ չէր հասել, այլ դեռ այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ Այն ժամանակ հրեաները, որ նրա հետ տանն էին և նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացավ իսկույն և գնաց, իրենք ևս նրա ետևից գնացին, կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը, երբ եկավ այնտեղ, ուր Հիսուս կանգնած էր, ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերը և ասաց. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս էր, և նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովեց իր հոգում և ասաց. «Ո՞ւր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տեր, արի և տես»։ Եվ Հիսուս արտասվեց։ Հրեաներն ասացին. «Տեսեք, ինչքան էր սիրում նրան»։ Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ»։ Հիսուս դարձյալ խռովելով ինքն իր մեջ եկավ գերեզման։ Սա մի քարայր էր, որ իր վրա մի քար էր դրված։ Եվ Հիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան, մեռածի քույրը, նրան ասաց. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ 4 օրվա է»։ Հիսուս նրան ասաց. «Քեզ չասացի, եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը»։ Երբ քարը վերցրին,
Հիսուս աչքերը վեր բարձրացրեց եւ ասաց. Հայր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր, եւ ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր, երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. Ղազարոս, վեր կաց դուրս արի, եւ մեռելը ելավ կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված եւ երեսը վարշամակով պատված։ Եվ Հիսուս նրանց ասաց. արձակեք դրան, թողեք, որ գնա։ Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մոտ, երբ տեսան, ինչ որ Հիսուս արեց, հավատացին նրան։ Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Հիսուս արեց։ Ավետարանը մեզ պատմում է 4 օրյա մեռած Ղազարոսի հարության դեպքը, թե Քրիստոս ինչպես 4 օրյա մեռած Ղազարոսին հարություն տվեց, գերեզմանից անելով, նույնիսկ մեռելի քույրը, որ այդքան փափագում էր, որ Հիսուս մի բան անի, չհավատաց, ասեց, հոտած կլինի արդեն, նեխած կլինի, երբ Հիսուս ասեց գերեզմանը բացեք։ Ինչ տարբերություն մեռելի եւ ողջի միջև։ Մեռելի մեջ հոգի չկա։ Մեռելը մի մսագունդ է, նյութ ամենակ։ Հոգին մեջից դուրս է եկել, բացակայում է։ Եվ որպեսի ան հոգի նյութը, անշունչ նյութը կենթանանա, պիտի հոգի մտնի մեջը։ Եվ Քրիստոս Աստված է հոգի տվողը։ Մարդն էլ աշխարհի մեջ մեռած է առանց Քրիստոսի։ Երբ որ այդ մարդու կյանքում աղոթք չկա, երբ որ այդ մարդու կյանքում ավետարան չկա, Աստված չկա, պատարագ չկա, սուրբ հաղորդություն չկա, այդ մարդը մեռել է։ Իր մեջ հոգի չկա։ Իր հոգին մեռել է։ Եվ ինքը կարիք ունի հարության, բայց այդ հարությունը մենակ Քրիստոս կարող է տա, ուրիշ ոչ մեկը չի կարող հարություն տալ։ Մայիսի 28-ն է։ Առաջին հանրապետության հռչակման կամ անկախության օրն է։ Եվ այստեղ Մասիսի այս գերեզմանատան հարևանությամբ կառուցվել է այս հուշահամալիրը մեր նահատակների համար, որոնք նահատակվեցին Արցախյան պատերազմի ընթացքին, թե առաջի, թե երկրորդ, թե բոլոր։ Եվ այստեղ անուն առանուն գրված են այն բոլոր նահատակների անունները, որոնք Մասիսի տարածաշրջանից նահատակվել են։ Այսօր կարևոր օր է մեզ համար։ Այսօր մենք որպես անկախության օր ենք նշում։ Եվ այս հուշահամալիրը, որ կառուցվել է, այս խորանը եւ այս սուրբ սեղանը մինչեւ այսօր անկենդան էին, մեռած էին։ Եվ այսօրվա պատարագով մենք փորձեցինք կենդանացնել, որովհետեւ եկեղեցին առանց պատարագի ինքը ընդամենը քար է, ինքը ընդամենը շենք է ու շինություն։ Պատարագն է եկեղեցուն կենդանացնում։ Պատարագն է եկեղեցու հոգին, եկեղեցու կենդանությունը։ Դպրոցում եթե դասեր չլինի, այդ շենքը դպրոց կլինի, չի լինի, կլինի մի հատ շենք։ Եկեղեցում եթե պատարագ չլինի, այդ շինությունը եկեղեցի չի լինի, ինքը կլինի ընդամենը շենք ու շինություն։ Եվ այս խորանն էլ մինչև այսօր, չգիտեմ, 2-3 տարի արդեն ինքը անկենդան էր եւ այսօր կենդանացավ պատարագով։ Ինչն է խնդիրը։ Մենք շատ բաներից այսօր դժգոհ ենք։ Մեր վիճակից, մեր շրջապատից, մեր երկրի վիճակից, մեր ժողովրդի վիճակից, ընդհանրապես աշխարհում մեր վիճակից, մեր հանդեպ ունեցած տարբեր երկրների, ժողովուրդների վերաբերմունքից։ Ինչու՞։ Պատճառը մեկն է։ Մենք մեռած ենք։ Մենք ասում ենք արդարություն չկա, մենք ասում ենք ճշմարտություն չկա,
Մենք ասում ենք մարդասիրություն չկա, մենք ասում ենք գութ չկա, իսկ մեր մեջ այդ ամեն ինչը կա։ Մեր միջից է սկսում այդ ամեն ինչը։ Մեր մեջ Աստված կա, մեր մեջ Աստծո ներկայությունը, Աստված պաշտությունը կա, թե չկա։ Աստված պաշտությունը, Աստծո ներկայությունն այն է, որ մենք անընդհատ եւ ամեն ինչում Աստծով լինենք։ Որ մենք մեր բոլոր կյանքի մեր բոլոր դրվագների մեջ, բոլոր իրավիճակների մեջ, բոլոր իրողությունների մեջ Աստծուն տեսնենք մեզ հետ, մեր գլխին, մեր կողքին, մեր մեջ եւ ամեն ինչ Աստծո լույսով քննենք։ Բայց դրա համար մարդը պիտի ավետարան կարդա։ Մարդը պիտի պատվիրաններն իմանա, մարդը պիտի Աստծուն ճանաչի, որ հասկանա Աստված ինչ է ուզում իրանից։ Մենք այդ բաները չենք ուզում եւ ուզում ենք արտաքին փոփոխություններ լինի, չի լինի։ Ոչ մի բան չի լինել, մինչեւ մարդը չփոխվի, մինչեւ մարդը, քանի մարդը մեռած է հոգեվոր, այդպես էլ լինելու է։ Այս մասին ես չէ որ ասում եմ, ավետարանն ասում։ Մի երիտասարդ եկավ Հիսուսի մոտ, ասեց. Ես կդառնամ քո աշակերտը, բայց գնամ իմ հորը թաղեմ, նոր գամ քեզ աշակերտեմ։ Քրիստոսն ասեց. թող մեռելները թաղեն իրենց մեռելին, դու արի իմ ետևից։ Մեռելներ ասելով ի նկատի չուներ գերեզմաններում պարկածներին, նրանք մարդ չեն կարող թաղեն, այլ են մարդկանց, որոնք ուտում են, խմում են, ապրում են, աշխատում են, վայելում են, չգիտեմ ինչ են անում, փառքի են հասնում, մեծության են հասնում, դրամ են կուտակում, պաշտոն են ձեռք բերում, ամեն ինչ, բայց Աստծո համար մեռած են։ Ինչի՞, որովհետև Աստված չկա իրենց կյանքում։ Շատերը մտածում են, որ երբեմն եկեղեցի մտնել երկումոն վառել, կամ երբեմն Աստված ջան ասելով, Աստված այդ չի Աստծո ներկայությունը։ Աստծո ներկայությունը այն է, երբ որ մարդը սկսում է ապրել Աստծով, մարդը սկսում է ապրել Աստծո պատվիրանով եւ Աստծո օրենքով։ Երբ որ մարդը սիրում է Աստծուն, իսկ Քրիստոսն ասում է, ով որ ինձ սիրում է, պարտավոր է պահել իմ պատվիրանները։ Եթե դու Աստծո պատվիրանների հետ կապ չունես, ինչ սիրելու մասին է խոսքը։ Ինչ սիրո մասին է խոսքը։ Մենք 18 թվականի այսօրը ունեցանք առաջին հանրապետությունը Հայաստանի։ Անկախություն ունեցանք։ Անկախություն նշանակում է ազատություն։ Անկախություն նշանակում է ինքնիշխանություն։ Այսօր մենք ասում ենք մեր անկախություն եւ ինքնիշխանությունը վտանգված է։ Եվ ուզում ենք, որ վտանգված չլինի։ Բայց եթե մենք ինքներս որպես անձիկ մարդիկ ազատ չենք, ո՞նց կարող է մեր երկիրը ազատ լինի։ Մեզանով պիտի սկսի մեր երկրի ազատությունը։ Քրիստոս պիտի մեզ ազատի։ Քրիստոսն ասում է. ես ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Զարմացան ասին, մենք ազատ ենք, ասես չէ, ով մեղք է գործում, մեղքի գերի է, եւ մեղքի գերին չի կարող ազատ լինել։ Մենք մեղքերից պիտի թոթափվենք։ Մենք պիտի ազատագրվենք հոգով, որ կարողանանք նաեւ մեր երկիրը ազատ դարձնել։ Ստրուկների երկիրը չի կարող անկախ լինի, իսկ մենք ստրուկ ենք մեղքի, ստրուկ ենք նյութի, ստրուկ ենք գումարի։ Քրիստոս հարիավ։ Օրհնյալ է Քրիստոսի